Քաղաքացիները շարունակում են ծանոթանալ առաջարկ Հայաստանին ծրագրի առանցքային դրույթներից մեկին՝ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած երաշխավորված խաղաղություն կոնցեպտին։ Երաշխավորված խաղաղությունն այն է, երբ մարդն իր կյանքը ծրագրում է ոչ թե մեկ ամսվա, այլ տարիների կտրվածքով, երբ ծնողը հանգիստ մտածում է իր երեխայի ապագայի մասին, երբ երիտասարդը որոշում է մնալ հայրենիքում, կայանալ, ընտանիք կազմել, երբ գործարարի համար ներդրումը կանխատեսելի է, ու երբ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն զենք, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն եւ համախմբված հասարակություն։ Սա է արժանապատիվ խաղաղություն մուրալը, խնդրելը, չոքելը, չէ, իսկ Գագիկ Ծառուկյանը ճիշտ է ասել, պետք է համախմբվել, կարողանանք գոնե իրոք արժանապատիվ ոտքի կանգնենք։ Ճիշտ է ասում, պետք է համախմբվենք, մեր երկիրը ավելի կառուցենք, ավելի լավ լինի, բարգավաճենք, ժողովրդի կյանքը լավանա։ Ծանոթ եմ պարոն Ծառուկյանի մտքի հետ, այո, մեզ պետք է ուժեղ երկիր, ուժեղ բանակ, հզոր պետություն եւ հզոր մշակույթ, որով որ մենք կարող ենք հանդես գալ աշխարհով մեկ։ Այնպիսի խաղաղություն ենք ուզում, որ բախվախելով չապրենք, որ մարդիկ գիշերները քնեն, երկու երեխա ենք պահում, թող թույլ տան, ոնց որ պետքա պահենք, մեծացնենք։ Մենք շատ ենք սխալվել մեր պատմության ընթացքում, մենք միշտ բսկտել ենք պետությունը, մենք միասնական չենք եղել, պետքա միշտ կանգնես պետության կողքին, որպեսզի հզորանաս։ Երևանցիներն ընդունում են, որ Հայաստանի վերականգնման ազգային վերածննդի առանցքն է երաշխավորված խաղաղությունը եւ այն ենթադրում է բոլոր կարող ուժերի եւ անհատների միասնական աշխատանք։ Որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է եւ Հայաստանը պետք է զարգացնի իր պոտենցիալը տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու համար։ Այո, ես համամիտ եմ Գագիկ Ծառուկյանի բոլոր ասածների հետ։ Բոլորը պետք է համախմբվեն, որ ինչ որ լավ նորմալ արդյունքի հասնենք։ Թե չէ սենց չի լինի, լրիվ երկիրը ավիրվել է, բան չի մնացել արդեն։ Ոնց կարա նորմալ ադեկվատ մարդը այս պայմաններում հանգիստ լինի։ Քաղաքացիները տարակուսած են ու համաձայն են այն մտքի հետ, որ առնվազն ազնիվ չէ, երբ ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը պատերազմ են ուզում։ Չի կարող այդպես բան լինի։ Արդեն տեսել ենք պատերազմը, հենց ներկայիս իշխանության ժամանակ։ Ով է լինի, ոչ մեկը չի ուզի, որ պատերազմ լինի, որ կուսակցությունը լինի։ Ով ասես, որ իրենք որ մնան չի լինելու պատերազմ։ Ինչ երաշխիք։ Իսկ իրենց մնալը երկրին մեծ վնասներ է հասցնելու, առանց այդ հասցրել են։ Խաղաղություն չեն մուրում, երբեք պարտադրում են։ Այս իշխանությունը ասում է, եթե ինքը չընտրվի, պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի, եթե այլ քաղաքական ուժ կա։ Աբսուրդ է։ Պրոստը աբսուրդ է։ Ես չեմ հավատում։ Չի կարա, այտենց բան գոյություն չունի։ Ժողովրդին խաբում է, որ իրանք ընտրվեն։ Անվտանգությունը պետք է խարսխված լինի փոխլրացման, շահերի համընկնման եւ աշխարհաքաղաքական կամուրջների սկզբունքի վրա։ Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ Հայաստանը կարող է անցնել այս ճանապարհով։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։